Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Իսրայելում բնակվող մեր հայրենակից Մաքսիմ Սարգսյանի հետ։ Զրուցելու ենք վերջին իրադարձությունների մասին, թե Իրանի հրթիռները ինչ հետևանքներ են առաջացրել Իսրայելի բնակավայրերում։ Ողջույն Մաքսիմ։ Ողջույն Նարեկ ջան, շնորհակալ եմ կապի համար։ Շնորհակալություն միանալու համար եւ կխնդրեմ ներկայացնել թե ինչ է տեղի ունեցել Իսրայելում վերջին ժամերի ընթացքում, գիշերը նաեւ հայտնի էր, որ հրթիռներ էին ուղարկել Իսրայել, ինչ տեղեկություններ են հայտնի։ Այս բանի տեղեկությունները, որոնք հայտնի են, այսինքն գիշերվա հրթիռակոծության մասին, հա, հրթիռակոծություն եղավ սկզբում ամբողջ Հյուսիսում, որտեղ հրթիռակոծության հետևանքով եղան 4 զոհ, 4 կին, որոնք արաբներ էին, մուսուլման էին, հա, զոհվեցին այդ 4 կանայք, դրանից հետո եղավ կենտրոնական հատվածում հրթիռակոծություն ու տագնապ, որի արդյունքում այսինքն եղան երկու հրթիռ հասան իրենց թիրախին, թիրախները ինչպես մինչև այս անգամ էլ բնակելի տներ էին, այսինքն որևէ ռազմական օբյեկտ չէր թիրախավորված, ու ամեն դեպքում երկու հրթիռները հասան բնակելի շենքերի, որոնցից մեկը իմ քաղաքում էր, հրթիռներից մեկը ամեն դեպքում Բադյամ քաղաքում ընկավ, որը իմ քաղաքում է հենց հարակից փողոցում, բնակելի շենքի վրա, բարձրահարկ, որը այդքան էլ նոր չէր, ինչի պատճառով կա փլուզում, նաև հարակից շենքերն են փլուզվել, վնասվել բավականին լուրջ, այդ թվում նաև իմ փողոցում կան, հա, վնասված ապակիներ եւ այլն եւ այլն։ Կան բազմաթիվ զոհեր, այս բանի թիվը հստակ չեմ կարող ասել, որովհետեւ դեռ 7 անձի շարունակում են որոնել, անհետ կորածներ կան, ամեն դեպքում մարդիկ ովքեր որ եղել են ապաստարանում, բավականին քիչ վնասներ են կրել, քիչ են վիրավորվել։ Կարծում եմ մարդիկ պարզապես չեն հացրել կամ տարեց մարդիկ չեն կարողանում իջնել ապաստարան, որովհետեւ օդային տագնապի ժամանակ նաև վերելակներից օգտվել չի կարելի։ Այս պահին արտակարգ իրադրություն է հայտարարված Բադյամ քաղաքում, Թել Ավիվում կարծես թե չէ դեռ, որովհետև մի ամբողջ փողոց է վնասված ու մարդկանց որոնում են։ Լուսադեմից սկսած մինչև կեսօր եղել է լուռ, հանգիստ, կեսօրին նորից եղավ տագնապ, նորից հրթիռներ, բայց այս դեպքում արդեն որևէ տեղ որևէ անկում չի եղել, բարեբախտաբար։ Իրավիճակը այսպիսին է, բոլորս պատրաստ ենք, հա, ունենք այսպես արագ արձագանքման պայուսակ հավաքած, հիմա արդեն այն շատ լավ համակարգը, որ կար ծանուցման ավելի կատարելագործվել է ու հենց հրթիռներն արձակվում են, մենք արդեն ստանում ենք ծանուցում, որ պետք է մոտենալ ապաստարաններին, լինել մաքսիմալ մոտ ու պատրաստ։ Այսինքն մաքսիմալ ամեն ինչ պետության կողմից արվում է մարդկանց անվտանգությունը ապահովելու համար, այստեղ արդեն հաջորդիվ ամեն մարդ ինքն իր անվտանգությունը պիտի կարողանա ապահովել, ճիշտ արձագանքել ու ժամանակին մոտենալ ապաստարաններին։ Այն բնակավայրը Բադյամ քաղաքը, որտեղ բնակվում եք, հրթիռներ նաև այդ ուղղությամբ եկել նշեցիք, հայտնի է քանի հրթիռ եկել եւ կոնկրետ ինչ կառույցներ են վնասվել։ Հրթիռների քանակի մասով այս պահին չեմ կարող ասել, որովհետև անընդհատ հա ինֆորմացիոն հոսք կա ու այդ ողջ թվերը հիշել ու նաև ինձ դա պետք չի, հա, հիշել, չեմ կարող ասել հստակ թիվ, վնասվել են բացառապես բնակելի շենքեր, մեր քաղաքում որևէ ռազմական օբյեկտ չկա, վնասվել են քաղաքացիական շենքեր, բնակելի շենքեր, որտեղ ապրում են մարդիկ, ապրում էին։ Հիմա այս պահին մարդիկ, ովքեր որ բնակվում էին շենքում ու բարեբախտաբար չեն դուրել իրենց տեղափոխել են հյուրանոցներ, քաղաքապետարանը, հա, քաղաքը շատ արագ արձագանքեց, բոլորին նախապատրաստեց հյուրանոցներ ու տեղափոխեցին, որովհետև շենքերում այլևս բնակվելը անհնարին է, բավականին լուրջ վնասվել է հիմնական շենքը, հա, որտեղ հենց հրթիռը հարվածել է, մնացած շենքերն էլ բավականին լուրջ են, շատ մեծ ծավալի է վնասը։ Այսինքն աշխատանքը շատ ճիշտ կատարվում, շարունակվում է, հաջորդիվ հուսանք էլ չի լինի նման դեպքեր, ամեն դեպքում շատ հզոր ձայնային հարված է եղել։ Ինչ է տեղի ունեցել, եթե փոխանցեք կատարվողը, ինչի էիք դուք ականատես լինում։ Գլոբալ առումով որևէ նոր բան չկա, հա, այսինքն
ես 8 տարի արդեն այստեղ եմ, ես ձայնային տագնապներ, հրթիռներ, ստեղ կամ ընդեղ այդ անկումներ, ուղղակի հիմա հրթիռներն են այլ, ու նաև հրթիռների ձայները եւ այլն, ու հիմնականում որևէ բան չկա նոր, ուղղակի այս դեպքում արդեն բոլորի, մեծ մասի մոտ գոնե հստակ գիտակցում կա, որ սա շատ ավելի վտանգավոր է ու մարդիկ ավելի պատրաստված է բոլոր այդ պայուսակներով ավելի շուտ գնում ենք ապաստարան։ Այս երկրում այս ժողովուրդը այնքան արդեն թրջված է պատերազմների թողուբոյին, որ ամեն երկրորդը հստակ գիտի իր անելիքը ու որևէ նոր բան նոր այն, որ պարզապես խոցվում են բնակելի շենքեր ու զոհվում են այս քանակի մարդիկ, դա է միակ նոր բանը։ Բաթյամում նաև շատ հայ ընտանիքներ են, չէ՞ ապրում։ Հա, Կա նրանց մեջ վնասվածքներ, ստացածներ, թե ոչ։ բարեբախտաբար չէ, չունեմ նման տեղեկություն, եթե լիներ, տեղյակ կլինեի, բարեբախտաբար ոչ։ Ամբողջ գիշեր անցկացրել եք ապաստարաններում։ Գիշերվա մեծ մասը, ոչ ամբողջ գիշեր, գիշերվա մեծ մասը։ Գիշերվա մեծ մասը եղել ենք ապաստարաններում, ընթացքում դուրս ենք եկել, հա, ինչ որ ընդմիջումների ժամանակ, բայց չենք հեռացել, որովհետև ավարտը, հա, այս ամենի ավարտվում է ծանուցումով, այսինքն մինչև ստանում ենք ծանուցում, որ արդեն անվտանգ է ու կարելի է դուրս գալու հեռվանալ, աշխատում ենք լինել կամ ապաստարանում, կամ մաքսիմալ մոտ։ Այսինքն այդ ընթացքում լսել եք այդ պայթյունների ձայները, հարվածներ են հասցրել։ Հա, պայթյունների մանավանդ առավել ևս ինքը հենց շենքը, որ վնասվել է, հրթիռը, որ ընկել է, հենց անմիջապես հարակից փողոցում է ու բավականին ուժեղ էր պայթյունը, այստեղ անգամ զրուցում ենք, հա, հարակից տների բնակիչների հետ, բնականաբար շփվում ենք, ապաստարաններ են եղել, որտեղ անգամ այդ ներկերն են փոխվել, թափվել, այսինքն բավականին հզոր է եղել պայթյունը։ Այսինքն նաև ապաստարաններ են հասնում այդ ամեն ինչը։ Ապաստարաններ որևէ բան չի հասնում, պարզապես այդ ձայնային ալիքը, հա, քանի որ ինքը շատ մոտ է, ուղղակի ներկեր ինչ որ այդ տատանումից փոխվել թափել են, ապաստարաններում բավականին անվտանգ է, այնտեղ որևէ բան չի հասնում ու հուսամ չէ կարող հասնել։ Նաև նշվում է, որ հայեր կան, որոնք ցանկանում են հետ գալ, քան որ տուրիստական, հա, այցով են եկել, չեն կարողանում հիմա վերադառնալ։ Կա քաղաքում նման մարդիկ, թե ոչ։ Քաղաքում նման մարդիկ կան։ Ես ինքս նման տեղեկություն չունեմ, այսինքն կան թե չէ, բայց եթե կլինեն մարդիկ, ովքեր որ կտեսնեն այս հարցազրույցը ու ովքեր ունեն օգնության կարիք, չգիտեմ, ես կամ ընկեր, կարող են կապնվել, չգիտեմ, քեզ հետ, ես ինքս բնականաբար մեծ քանակի չէ, բայց գոնե 1-2 հոգու պատրաստ կլինեմ այս կամ ընկեր օգնելու։ Եթե կլինեն մարդիկ, ովքեր կտեսնեն քո հարցազրույցը, մեր հարցազրույցը, կարող են կապ հաստատել քո հետ, ես մեծ սիրով պատրաստ կլինեմ օգնել այս կամ ընկեր։ Եվ գիշերներ միայն, թե նաև առավոտյան ցերեկային ժամերին էին հարվածներ հասցնում։ Հիմնական եղել են այս օրերի ընթացքում գիշերը, բայց այսօր արդեն ինչպես ասեցի, ցերեկը եղավ մոտ 40 րոպե երևի, հա, մաքսիմում մի ժամ առաջ նորից եղավ օդային տագնապ, դեռ սա առաջի անգամ էր ամեն դեպքում, մինչև սա եղել է բացառապես գիշերները մաքսիմում լուսադեմին, բայց օրվա ընթացքում սա առաջին անգամն էր այսօր։ Հայերից զատ, հա, կան վնասվածքներ, վիրավորներ ստացած մարդիկ, թե ոչ։ Բավականին շատ զոհեր, վիրավորներ, անգամ մեր քաղաքում արդեն ասեցի 7 հոգի դեռ շարունակում են անհետ կորած մնալ, գիշերը 35-ն էին, այս պահին 7-ն են, զոհերի թվում են նաև 2 երեխաներ այս պահի տեղեկություններով, հուսամ թիվը չի ավելանա։ Կան։ Մեկ բնակելի շենք է վնասվել, թե չէ։ Մեկ բնակելի շենքը այսինքն ավելի շատ բնակվել է հենց այդ շենքը, որին անմիջապես հարվածել է հրթիռը, բայց հարակից շենքերն էլ ինքը այսպես համեմատաբար հին թաղամաս է, հա, ու շենքերը նոր կառուցված շենքեր չեն ու այդ ձայնային ալիքից վնասվել են։ Հիմնական վնասը կրել է մեկ շենք, բայց այդ ձայնային ալիքից ու նաև ոչ միայն ձայնային, հա, ամեն դեպքում բավականին հզոր հրթիռ է ու վնասվել են նաև հարակից շենքերը բավականին լուրջ։ Տեսանյութեր կան, ես իմ Facebook-ում էլ դրել եմ, էլի անդադ տարածվում են, հա, կդնեմ,
կան բավականին լուրջ վնասվածքներ կան մի քանի շենքերում։ Հիմա այսինքն բնականon կյանքով չեք ապրում, հա, ինչպես է առօրյան անցնում այս պայմաններում։ Տեսեք, Նարեկ ջան, կյանքը բնականon է, այսինքն սովորական, հա, բնականon չի այն առումով, որ հիմա չենք աշխատում, ամեն դեպքում շատերը տանն ենք, բայց բնականon առօրյա մինչև այն պահը, երբ ստանում ես ծանուցում, որ պետքա գնալ ապաստարան։ Բայց եթե հաշվի առնենք նաև, հա, որ ողջ ընթացքում այս կամ այն երկրից եղել են հրթիռներ, հարձակումներ, ցավոք, բայց դա այս երևույթն է, ինչ որ առումով բնականon, բայց հասկանալի է, որ սա շատ ավելի լուրջ է ու մինչև ծանուցում ստանալը ապրում ենք բոլորս այդ բնականon կյանքով, խանութներն աշխատում են, հա, մարդիկ դրսում են, 3 անգամ ծովափում եմ եղել ու շատ-շատերը ծովափում էին, լողում էին, քանի որ նու կար թույլատվություն, հա, ասվեց, որ անվտանգը կարելի է դուրս գալ, լողալ չէ, բայց դուրս գալ, բայց մարդիկ նաև լողում էին, քանի որ եղանակը շատ լավն էր։ Այսինքն, այսպես չկա տագնապ, հա, չկա ինչ-որ գլոբալ քաղաքը լքել եւ այլ երկիրը լքել այս պահին այդքան էլ հնարավոր չի, ամեն դեպքում նման բան չեմ նկատել, որ մարդիկ քայլեն այսպես խուճապի մատնված, տագնապի մատնված, անգամ ապաստարանները։ Ես հիմա հրապարակել եմ էջումս վերջին ապաստարանի մուտքից, մարդիկ այնտեղ երևում է, հա, ինչ տրամադրություն է, թե նաև ապաստարանում։ Դուք նաև օդանավականից էիք կադրեր հրապարակել, որտեղ ճամպրուկներ էր ամբողջովին, այսինքն մարդիկ թողել եւ գնացել են իրենց ճամպրուկների իրեր այդ իրավիճակում։ Նու դե քանի որ սկսվել է գիշերը, հա, ու ծանուցումով, կարծում եմ դրանք ոչ թե թողնված ճամպրուկներ են, այլ ճամպրուկներ, որոնք որ եկել են երկիր ու պիտի մարդիկ էլ հասնեին երկիր ստանային, բայց քանի որ սկսվեց գիշերը ու շատ թռիչքներ հենց օդում փոխեցին ուղղությունն ու վայրեջք կատարեցին այլ երկրներ, դրանք կարծում եմ ճամպրուկներ են մարդկանց, ովքեր որ պարզապես պիտի հասնեին երկիր, բայց ստեղծված իրավիճակի պատճառով օդում ուղղությունը փոխվեց ու գնացին այլ երկիր։ Այսինքն ճամպրուկները եկել են Իսրայել, մարդիկ գնացել են այլ երկրներ։ Ես այդպես եմ կարծում, Նարեկ ջան, ես հստակ տեղեկություն չունեմ, չեմ կարող, հա, հավաստիացնել այսպես 100% ասել։ Դա այն է, ինչ ես հասկացա, ինչպես ես եմ կարծում։ Եվ մարդկանց շրջանում կա դժգոհություն արդյոք, թե ինչ է տեղի ունենում, ինչու սկսվեց այս ամենը, որ հիմա իրենք ստիպված են ոչ նորմալ կյանքով ապրեն, իրենց հարազատները վիրավորվեն, զոհվեն, այսինքն կան մեղադրանքներ, թե ոչ։ Նարեկ ջան, այս պահին ցավոք սրտի շփման շրջանակը շատ սահմանափակ է, որովհետև աշխատում ենք շատ հեռու չգնալ, հա։ Ամեն դեպքում իմ փողոցում, իմ տարածքում են ապաստարաններում, որտեղ որ ես եմ լինում ու հասցնում եմ շփվել մարդկանց հետ, չկա։ Վստահ եմ, որ կլինի։ Դա չի նշանակում, հա, որ եթե այս տարածքում այս ապաստարաններում չկա, ամբողջ երկրում չի լինի։ Բայց այս պահին ամեն դեպքում նման կարծիքներ չեմ լսել, դժգոհություններ, ինչ որ բողոքներ, ամեն դեպքում մարդիկ հասկանում, որ այս պահին սա է։ Գուցե պատերազմից հետո արդեն ավելի լսելի կդառնա, հա, այդ դժգոհությունները, երբ որ այս ամեն ինչը կավարտվի։ Ամեն դեպքում այս պահին մարդիկ զուտ փորձում են ապահովել իրենց անվտանգությունը, որովհետև ունենք այն ինչ ունենք։ Դժգոհել կամ չդժգոհել դա որևէ բան այս պահին չի փոխելու։ Իսկ կա առաջին անհրաժեշտության ապրանքների սղություն, թե ոչ։ Բացարձակ, հենց քիչ առաջ խանութներում են եղել, թե պարենային խանութները, թե մնաց բոլոր տեսակի խանութները աշխատում են, խանութներում ամեն ինչ կա։ Ինքս էլ քիչ առաջ գնեցի հերթական դեղատուփը, ամեն դեպքում, քանի որ առաջին անհրաժեշտության պայուսակ ունենք հավաքած, մեկը այնտեղ է, մի հատ էլ գնացի, ամեն ինչ խանութներում որևէ բանի պակաս չկա, բոլորն աշխատում են, պարզապես ինչպես ասացի, ծանուցում ստանում ենք առաջին ծանուցումը մոտ 30-40 րոպե առաջ։ Ծանուցումը ստանալուց հետո մարդիկ փակում են խանութները, գնում են ապաստարան, գալիս նորից բացում են։ Որևէ բանի պակաս ամեն դեպքում այս պահին դեռ չկա։ Եվ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Իրանում եւ Իսրայելում գտնվող հայերի համար, կա անհրաժեշտություն Հայաստանի ԱԳՆ-ին դիմելու կամ դեսպանատներին դիմելու, թե ոչ։ Դա շատ կարծում եմ Նարեկ ջան, ինդիվիդուալ հարց է, այսինքն ամեն մարդ ինքն իր համար պիտի հասկանա դրա անհրաժեշտությունը կա թե ոչ, իմ դեպքում ես չունեմ նման անհրաժեշտություն։
Եվ Մնացածի դեպքով չեմ կարող ասել, դեռ չեմ հասցրել հայերի հետ խոսել, քանի որ զանգեր, SMS-ներ, հա, բազմաթիվ են օրվա ընթացքում չեմ հասցրել խոսել, բայց իմ մասով չկա։ Եվ կա բանի տեղեկություն, որը օրինականատես եք եղել, կցանկանայիք ներկայացնեիք։ Այս պահին երևի թե չէ։ Օրինակ, որ հիմա հրապարակել եք տեսանյութ, հա, ձեր Facebook-յան էջում, դուք եք սա նկարել, թե պարզապես ինչ-որ տեղից ներբեռնած է։ Ապաստարանից։ Չէ, Python-ից։ Չէ, դրանք ներբեռնած են։ Ես պայթյունների ժամանակ ապաստանում եմ, կյանքը սիրում եմ, ինձ համար ավելի կարևոր է ապահով վայրերում լինել։ Իսկ այս սա հենց այդ ձեր քաղաքում է կադրերը, որ հրապարակել։ Դա հենց մեր քաղաքում գիշերվա այդ հրթիռի անկման կադրերն են։ Սա հենց բնակելի շենքն է Python։ Այդ վերջինը, որ քիչ առաջ եմ հրապարակել։ Հա։ Այո, ասացիք ձեր փողոցում զուգահեռ փողոցում շենքի էին հարվածել, հա, գնացիք, ինչ տեսարաներ այնտեղ։ Ճիշտ ասած, լուսադեմ փորձեցի մոտենալ, հենց այդ պահին չէ, որովհետև չմտածեցի այդ պահին գնալ այնտեղ։ Ավելի մոտ 2 ժամ երևի անց փորձեցի մոտենալ, բայց արդեն խաչմերուկից փակ էր, հա, զինվորականներ, շտապ օգնություն, ոստիկանություն ու բնականաբար, քանի որ այդ պահի դրությամբ դեռ 35 մարդ անհետ կորած էր ու որոնումները շարունակվում էին, ուստի ողջ փողոցը բոլոր կողմերից փակ էր բոլորի համար, բացի առաջին անհրաժեշտության ծառայություններից, հա։ Ու այդտեղ չեմ տեսել, բայց տեսանյութերով բավականին լուրջ վնասված է փողոցը։ Փորձելու եմ մոտենալ, ինքս էլ ուզում եմ փորձել մոտենալ տեսնել, բայց հասկանում եմ, որ ծառայություններին խանգարել այս պահին ավելորդ է։ Մաքսիմ, եւ այդ հարվածի ժամանակ, որ սկսեցին արդեն քաղաքին հարվածել, հա, արտիրներով, դուք որտեղ էիք։ Սկզբում, երբ որ ստացանք ծանոթություն, մտանք ապաստարան, ինչպես բոլորը, հա, սպասեցինք որոշ ժամանակ, բայց քանի որ ապաստարանում կապ չկա, ոնց որ չէինք հասկանում, ինչ գործողություններ ավարտվել է, չի ավարտվել, ապաստարանից դուրս եկանք զուտ հասկանալու, այսինքն դրան մոտ, հա, մոտեցանք, հասկացանք, որ օդային տագնապ չկա ու դուրս եկանք պարզապես շենքի շքամուտք հասկանալու համար ինչ է կատարում, օդային տագնապ չկար, բայց նաև չկար ծանոթություն, որ կարելի է լքել։ Ուստի մնացինք, որ ապաստարանին մոտ ու եկավ ծանոթություն, որ ոնց որ հարակից տարածքներում է օդային տագնապ, բայց քաղաքում ու Թել Ավիվում չկար օդային տագնապ։ Ու այսպես ավելի առաջացա փորձելով տեսնել երկնքում ինչ է կատարում, մտածեցի գուցե ինչ որ բան նկարեն, հա։ Ինչ որ բան տեսնեն, նկարեն։ Ու հենց այդ պահին տեսա այդ հրթիռը, որը որ այսպես օդով ուղիղ հարվածեց ու այդ ձայնային հարվածից այսպես մեծ եսիմ հազիվ կանգնեցինք, որ չընկնենք ու նորից թեքվել ենք, հետ ենք վազել ապաստարան, այսինքն ինքը բավականին հզոր էր, այդ ձայնային ալիքը, այսինքն ես էի եւս մի տղամարդ ավելի տարիքով, հա, անգամ մենք այս կառուցվածքով հազիվ կանգնած մնացինք ու պտտվեցինք, հետ մտանք ապաստարան, բավականին հզոր էր։ Այսինքն նաև գետնին ընկաք։ Չէ, չընկանք, բարեբախտաբար չընկանք, կարողացանք մնալ կանգնած։ Ուղղակի թեքվեցինք ու այդ պահին այսպես շոկ ապրեցինք, հա, որովհետև չէինք սպասում, քանի որ չկար օդային տագնապը։ Ու թեքվեցինք, այդպես նայեցինք իրար, հասկացանք, որ չէ, սխալ ենք արել, դուրս ենք եկել, թեքվեցինք ու ուղիղ նորից ապաստարան։ Այսինքն դուք նաև տեսաք, թե որտեղ ընկավ հրթիռը։ Չէ, որովհետև շենքերը բարձր են ու մենք շքամուտքի հենց մոտ էինք, հա։ Ես պարզապես տեսա, որ հրթիռը այսպես ընկավ, բայց թե որտեղ ընկավ, այդ պահին չունեինք անգամ տեղեկատվություն, այստեղ քաղաքները, քանի որ շատ իրար մոտ են, դա հնարավոր էր նաև լինել կողքի քաղաքում, հա, որը հենց անմիջապես բաժանվում է փողոցով մեր քաղաքից։ Այդ պահին չունեինք տեղեկություն, որ մեր քաղաքում է, պարզապես այդ ձայնային ալիքից հասկացանք, որ շատ մոտ էր, բայց թե որտեղ էր, դա չունեինք տեղեկություն։ Հետո արդեն երբ որ ամեն ինչ վերջացավ, ստացանք ծանոթություն ու դուրս եկանք, այդ ժամանակ նոր տեսանք, որ դա հենց մեր անմիջապես հարակից փողոցում է եղել։ Այսինքն դա այն շենքն է, որը փորձել էիք գնալ։
Հասկացա։ Այն շենքի վրա է ընկել, որը փորձել էի գնայք, որի մասին քիչ առաջ խոսում էինք։ Հա, որի մասին քիչ առաջ խոսում էի, որ լուսադեմ փորձել եմ մոտենալ, տեսնել ինչ վիճակ է, Այսինքն դա հենց այդ շենքի մասն է։ Եվ այդ շենքը կանգուն է, թե մասնակի է վնասված։ Չէ, մասամբ է վնասված, շենքը կանգուն է, պարզապես մի հատված, այսպես պատշգամբների հատվածը ոնց հասկացա, այդ հատվածն է փլուզված, հարակից շենքերի պատուհաններն են, հա, այսպես ամբողջովին ավերված, ներսում չգիտեմ ինչ վիճակ է։ Ամեն դեպքում այդ շենքը կոնկրետ բավականին լուրջ վնասված է։ Կարծում եմ, որ անգամ ինքը ենթակայել չի լինի հետագա բնակության։ Բնակիչները եղել են այդ պահին շենքում։ Դե հենց դրա պատճառով էլ եղել են այսքան զոհեր ու վիրավորներ։ Եթե բնակիչները բոլորը հասցրած լինեին իջնել ապաստարան, չէր լինի դա։ Քաղաքապետը հայտարարեց, որ մարդիկ, ովքեր որ եղել են հենց այդ շենքի տվյալ շենքի ապաստարանում շատ թեթև վնասվածքներ ունեն։ Հա, նաև ապաստարանում գտնվողները։ Հա, բայց դա եղել է, այսպես չի խոսում ֆիզիկական, ես չգիտեմ դա ինչ վնասվածքներ ա եղել, ինչի արդյունքում ա եղել, նու հնարավոր է ինչ-որ բաներ փլուզված է լինի, հա, բետոնի կտորներ, որովհետև ապաստարանն էլ ամեն դեպքում 100%-անոց երաշխիք չի, բայց ամեն դեպքում մարդիկ, ովքեր որ եղել են ապաստարանում, լուրջ որևէ բան իրենց հետ չկա։ Այն մարդիկ, ովքեր որ եղել են տներում, իրանք են լուրջ վիրավորված եւ զոհերն են նաեւ այդ մարդիկ։ Շնորհակալություն Մաքսիմ հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ Նարեկ ջան։